Մարդկային հասարակության համար անգնահատելի եւ անփոխարինելի նշանակություն ունի կրթությունը, որպես սոցիալական կենսագործունեության բոլոր ոլորտներում տվյալ սերնդի ձեռքբերումները գալիք սերունդներին փոխանցելու եւ դրանք տարածելու ու զարգացնելու միջոց։ Դարեր շարունակ կրթության եւ գիտության նկատմամբ առանձնակի սեր է տածել հայ ժողովուրդը։ 2013 թվականի մայիսի 5-ին լրացավ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 20-ամյակը։ Մարդկային քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում ստեղծել է բազմաթիվ ուշադրության արժանի կարևոր արժեքներ։ Տարբեր ինստիտուտներ, որոնցից եվրոպական մշակույթում առանձնացվում են 3-ը որպես անանց արժեք։ Այդ 3 անանց արժեքներն են համարվում եկեղեցին, որպես հոգևոր իշխանության կրող, ապա պարլամենտը, որպես օրենսդիր իշխանության մարմին եւ համալսարանը, որպես մտավոր իշխանության աղբյուր։ Համալսարանը հասարակության մեջ լուսավորություն տարածող, սերունդներին գիտելիքներ, հմտություններ, միաժամանակ առաջավոր եւ օգտակար սոցիալական փորձ փոխանցող առաքյալ է։ Համալսարանն է երկրի համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստող անփոխարինելի դարբնոցը։ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտական խորհրդի հոբելյանական նիստը գեղեցիկ առիթ էր արժևորելու բուհի դերը Գեղարքունիքի մարզում, գնահատելու համալսարանի կայացման ակունքներում կանգնած դասախոսներին ու վարչական աշխատակիցներին, վերհիշելու բուհի անցած ուղին։ Հոբելյարները հիշողությունը սահմանափակումից ազատելու ձևերից մեկն է, որը հասարակական գիտակցության ու հոգեբանության մեջ արմատավորում է տվյալ եղելության, իրադարձության դեպքի պատմական խիստ կարևորությունը։ Նմանատիպ տոնակատարությունները որոշակի հանդիսությունների ձևով ինքնանպատակ չեն, դրանք կոչված են խնդիրներ լուծելու, իրադարձությունները հետհայաց արժևորելու։ Պատմական ինչպիսի իրավիճակում, ինչու, ինչպես եւ ինչ միջոցներով է հիմնադրվել Գավառի պետական համալսարանը։ Այս հարցերի պատասխանները անմիջականորեն տրված են համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի հիմնադիր վարիչ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի հեղինակած Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից գրքում։ Հենց առաջորդանից ձեռնարկեցի գրել համալսարանի պատմություն։ Ինչպես է բացվել ինչի համար։ Գիրքը պատրաստ է հիմա։ Մնում է հրատարակության հանձնել է, կազմենք հրատարակության հրապարակվի կարդակ։ Այդ մտահղացումները, որոնք ծագել էին շատ վաղուց, ոչ պատահական, այլ որ Գավառում պետք է լիներ համալսարան, դանում կասկած չկար։ Այդ մտահղացումը եկել է 68 թվականից 20 տարի առաջ։ Հրանտ Հակոբյանի Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից գիրքը բուհի ստեղծման ու կայացման հրաշալի պատմագրությունն է։ Համալսարանի ծննդյան ու կենսագրության մասին յուրօրինակ հուշապատում վավերագիր, որի վերաբերյալ զեկույցում ներկայացրեց հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։ Հայրենի եզերքում բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը Հրանտ Հակոբյանի մոտ առաջացել էր վաղուց, դեռևս ուսանողության տարիներին, երբ նա հաջողությամբ հանձնեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ընդունելության հերթական քննությունը։ Հանձնածս քննությունը վերաբերում էր հայ ժողովրդի պատմության միջին դարերին եւ հարցաթերթիկի երկրորդ հարցը միջնադարի հայ մշակույթն էր։ Միջին դարերում Գլաձորում, Տաթևում, Գոշավանքում եւ այլուր կարող էին հիմնադրել համալսարաններ, իսկ այժմ Նոր Բայազեդ քաղաքում ինչու՞ չպետք է հիմնադրվի համալսարան։ Այդ միտքը երբեք չհեռացավ ինձանից, անընդհատ տանջելով ուղեղս եւ փոթորկելով հոգիս։ Անցան տարիներ։ Ոչ մի ժամանակաշրջանում, ոչ մի պետություն այնքան ուշադրություն չի դարձրել կրթության եւ գիտության զարգացման հարցերին,
ինչքան խորհրդային պետությունը։ Ուստի այն ժառանգել պարտավոր ենք, քանզի կրթության հանդեպ սերը եւ հայրենի բնարաշխարհում բուխ հիմնադրելու գաղափարը ծագել է այդ ժամանակաշրջանում կոնկրետ 1968 թվականի նոյեմբերից, այդ մասին գրքի 30-րդ էջում։ Պարոն Հակոբյանի համալսարան հիմնադրելու երազանքը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի անկախացումից հետո։ 20-րդ դարի 90-ական թվականների սկզբին կաթվածահար տնտեսությամբ, պատերազմի ու շրջափակման պայմաններում գտնվող Հայաստանի շրջաններից մեկում Կամոյում համալսարան ստեղծելու անհրաժեշտությունը Հրանտ Հակոբյանը բացատրում է հետևյալ կերպ։ Պրոֆեսորի ամսական աշխատավարձով կարելի էր գնել ընդամենը 8-ից 10 լիտր բենզին կամ 40 հավկիթ։ Բարձրագույն կրթություն ստանալը մի պահ կարծես թե դարձավ անտեղի ու անարդյունավետ։ Իսկ եթե դրան ավելացնենք մայրաքաղաքում ուսանողներ պահելու դժվարությունները, ապա պարզ կդառնա, թե ինչու մեր տարածաշրջանից պետական բուհեր դիմող ուսանողների հոսքը գրեթե դադարեց։ Ընդունվում էին հատուկենտ ուսանողներ։ Դեռևս իր հիմնադրման օրերից Նոր Բայազեդ այժմ Գավառ քաղաքը եղել է ոչ միայն հարևան շրջանների համար մտավորականություն ձևավորող կենտրոն, այլև մայրաքաղաքին տվել է բարձր որակավորում ունեցող գիտնականների եւ դասախոսների փայլուն համաստեղություն։ Մեր հայրենակիցներից շատ գիտնականներ աշխատելով Մոսկվայում եղել են եզակի մտավորականներ, փառքպատիվ բերելով իրենց հայրենիքին։ Եվ ահա նման զավակներ ծնող շրջանից դեպքերի տխուր բերումով տեղացի բարձրագույն կրթություն ունեցողները պետք է լինեն եզակիներ, եւ մասնագետ կadrեր պետք է ներմուծվեին կամ աշխատատեղերը մնային թափուր։ Սույն մտահոգությունը ինձ հանգիստ չէր տալիս։ Հիշենք այդ տարիները, երբ Երևան գնալն ու վերադառնալը ինչ դժվարություններ ներկայացնում, բարդություններն ու դժվարությունները ծնում էին բազմաթիվ ասեկոսեներ, բանը հասնում է նրան, որ մի հավաքույթի ժամանակ Հակոբյանը ուղղակի հայտարարում է, որ եթե համալսարան բացել չկարողանան, չստացվի, այս քաղաքը ոտ դնելու իրավունք այլևս չունեն։ Համալսարան բացելու խնդրով Հրանտ Հակոբյանը դիմում է այն ժամանակվա բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Ցոլակ Գնունուն։ Հիմնավորված համարելով Կամոյում պետական համալսարան բացելու փաստարկները, կրթության նախարարը խորհուրդ է տալիս նախ հարցը համաձայնեցնել տեղական իշխանությունների հետ։ Բազմաթիվ հանդիպումների ու պայմանավորվածության արդյունքում 1992 թվականի հուլիսի 25-ի Կամոյի շրջխորհրդի գործկոմի որոշումն է, որում հիմնավորվում է տարածաշրջանում համալսարան ունենալու անհրաժեշտությունը, որին հաջորդում է քաղաքորդի գործկոմի համանման որոշումը օգոստոսի 5-ին, ի հավելումն այն բանի, որ տրվում է թույլտվություն բացելու նախապատրաստական դասընթացներ։ Իրական գործընթացը սկսվում է օգոստոսի 6-ից դիմորդների գործերն ընդունելով, իսկ սեպտեմբերի 26-ին սկսվեց ընդունելության առաջին քննությունները։ Ընդունելության քննությունների նախորդեցին 7 մասնագիտությունների գծով անցկացվող նախապատրաստական դասընթացները։ Այդ օրերին մեզ մոտ եկավ Հացառատի նախկին բնակիչ կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմինակ Արշալույսի Սիմոնյանը եւ առաջարկեց բացել նաեւ կենսաբանության եւ քիմիայի նախապատրաստական խմբեր, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով դասավանդել կենսաբանություն առարկան։ Մեր նպատակը չէր դիմորդներ նախապատրաստել միայն մեր ապագա համալսարանի համար, այլև օգնել մարդկանց, որպեսզի նրանք մատչելի գներով եւ բարձր մակարդակով պատրաստվեն բուհ ընդունվելուն։ Եվ ոչ թե դասախոսների մոտ մասնավոր պարապելու նպատակով շաբաթը 2-3 անգամ հսկայական ծախսեր անելով գնան Երևան ու գան եւ բավականին թանկ վճարեն։ Ես հպարտ եմ, որ եղել եմ այդ պահին Հակոբյանի կողքին եւ իմ ուժերի ներածին չափ ես կարողացել եմ աջակցել համալսարանի կազմակերպմանը։ Ես հիշում եմ շատ մեծ գիտնական Տիմիրյազևի խոսքերը։ Տիմիրյազևն ասում է. Եթե դուք ուզում եք որպես գիտնական ձեզ ճանաչեն, դուք պետք է գնաք ժողովրդին մոտ, դա շատ հետաքրքիր բան է։ Ես եկա Գավառի համալսարանում դարձա դասախոս առաջի օրվանից եւ ավելի մեծ ճանաչում գտա իմ ժողովրդի կողմից։ Դրա համար ես այս համալսարանին, համալսարանի հիմնադիրներին եւ Հակոբյանին երախտապարտ եմ։ Հրանտ Հակոբյանի հաստատակամության ու համառ ջանքերի, նրա դուստր Հայաստանի այն ժամանակվա Գերագույն խորհրդի падգամավոր, ներկայումս Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աջակցության շնորհիվ 1993 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 208 որոշմամբ հիմնադրվեց Կամոյի պետական համալսարանը։ Անհնարին ու անհավատալին իրական ու հնարավոր դարձավ
Ժանթ Հակոբյանի մարդկային բարձր որակների, մասնագիտական, կազմակերպական, անուրանալի տաղանդի շնորհիվ ստեղծվեց համալսարանը եւ ի վերջո իրականություն դարձավ պարոն Հակոբյանի 10-ամյակների երազանքը եւ համալսարանի ծնունդը կարելի է համարել իր մայր ժողովրդի հայրենի եզերքի հանդեպ Ժանթ Հակոբյանի անսահման սիրո խոստովանություն, որդիական պարտքի եւ նվիրվածության մի հրաշալի արտահայտություն եւ արդեն 20 տարի Գավառի պետական համալսարանը հյուսում է իր գեղեցիկ տեսարությունը։ Հրանտ Հակոբյանը տարիներ շարունակ դասախոսելով Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա նաև Երևանի պետական համալսարանում արժանացել էր իր գործընկերների անվերապահ սիրուն ու հարգանքին, անգամ արքա տիտղոսին։ Ուստի պատահական չէր, որ ընկեր Հակոբյանի առաջին իսկ հրավերով նրանք պատրաստակամորեն գալիս էին Գավառ նորաբաց բուհում դասախոսելու։ Այսօր ուղիղ 16 տարի է, որ ես Գավառի պետական համալսարանում եմ եւ ես հպարտ եմ, որ Գավառում ունենք այդպիսի բարձր մակարդակի մեծ գիտելիքներ ունեցող ուսանողներ։ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ բուհի կառավարման խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի կողմից համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը համալսարանի կայացման գործում իրենց ներդրումն ունեցած դասախոսներին ու վարչական աշխատակիցներին հանձնեց շնորհակալագրեր։ Յուրաքանչյուր շնորհակալագիր հավաստումն է համալսարանի կայացման գործում պարգևատրվող դասախոսների ու վարչական աշխատակիցների ունեցած ավանդի։ Նրանք իրենց խոսքում կարևորեցին Գավառի պետական համալսարանի գոյությունն ու գործունեությունը, բուհի ձևավորման ու զարգացման ուղին, ունեցած ձեռքբերումները։ Հրանտ Հակոբյանի համառ ջանքերի շնորհիվ հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը։ Հիմնադրվեց եւ խոհեմաբար ստանձնեց մարզում եւ հանրապետությունում կինարար շարժիչի դեր, շարժիչ, որ արտադրում ու տարածում է լույս ու ջերմություն, իդեմս կրթության ու գիտության, իդեմս քաղաքակրթության, իդեմս մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության, համալսարանի ազգապահպան առաքելության իրացման։ Հայ ժողովրդի համար Գավառ քաղաքում մի հսկա սրբազան ջահ վարվեց Հրանտ Հակոբյանի հզոր տիտանական ուժերով, ձեռքերով եւ այդ ջահը լուսավորում է այսօր մեր ժողովրդին եւ գտնվում է ամուր ձեռքերում ու դեռ հուսով եմ երկար, շատ երկար կշարունակի այդ իր գործը։ Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի վաստակը յուրահատուկ կերպով գնահատեց համալսարանի դասախոս Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի տարածքային կազմակերպության նախագահ Նորայր Ղազարյանը։ Փիլիսոփա այդ իմաստուն մեր եզերքի դու մեծ քանքար մտքի տաճար հիմնեցիր դու եւ նրանով հավերժացար։ Դու դարինքի զավակը մեծ կոգովիտից առած թևեր ռաֆիով ոսկեզոցվեց դպրությունդ հայանվեր։ Պատգամները դարերի հին քո շուրթերով վերադարձան, սերունդների ճանապարհին ոգու ամինչ մեր սերմացան։ Գիտության եւ իմաստության սերմերը պարարտ հող գտան Գեղարքունիած աշխարհում։ Սրա լավագույն վկայությունը շուրջ 3000 ուսանող ունեցող համալսարանն է, որտեղ աշխատում է ավելի քան 250 անձից բաղկացած պրոֆեսորադասախոսական ու վարչական որակյալ անձնակազմ։ Երբ որ հերթական անգամ միաձայն դարավ ռեկտոր, մեր բանասիրական ուրեմն ֆակուլտետի շրջանավարտ աղջիկներից մեկը մի հատ հետաքրքիր արտահայտություն արեց, որ կուզենայի ասել, էլի վրա այնքան է ազդել։ Հրանտ Խաչատուրովիչ, մենք երիտասարդներով մինչև կյանքի վերջ ձեզնից շնորհակալ ենք, որ դուք հնարավորություն տվեցիք Գավառի երիտասարդներին հավաքվելու եւ ուրիշ տեղ չգնալու, չցրվելու, որովհետեւ մենք կրթության մեծ ցանկություն ունենք եւ այստեղ մեր ընտանիքի ծնողների աչքի առաջ մասնակից ենք դառնում, ընտանիք ենք կազմում եւ այլն։ Ինչպիսի մեծ խոսքեր են։ Ես նստածներս, երբ որ պարոն Ղազարյանը լավ բանաստեղծություն կարդաց, հիշեցի, որ համաշխարհային մշակույթի մեջ կա համասարանական մի հիմն։ Այո, Գաուդեամուսը շարժվել ողջ լինենք, բոլորս այսինքն քաջալերվենք։ Հիմա ասում եմ, Vivat Gabaris
universitas, vivat professores, vivat discipuli, կեցե գավառի համալսարանը, կեցե պրոֆեսորները, կեցե ուսանողները։ Հարգանքի ու երախտագիտության խորին զգացումով Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորի մասին խոսեցին նաև հոբելյանական նիստի մյուս մասնակիցները։ Ամեն մի հայ ում ընտանիքում 90-ական թվականներին երեխա է ծնվել, հիշում է, թե ինչ դժվարությամբ պահել, կերակրել, տաքացրել, սնել, մեծացրել է։ Համալսարանը 90-ականներից ծնված մի փոքրիկ մանկիկ էր, որը ուներ անփոխարինելի հայր, Ռանդ Խաչատուրի Հակոբյան։ Իսկ մնացած այն դասախոսները, որոնց ես կարող եմ համարել վետերաններ, եղել են համալսարանի նորից ծնողները։ Եվ այսօր իմ համալսարանը, այդպես կարող եմ ասել, 20-ամյա մի պատանի է։ 20-ամյա պատանին ապրում է եռուն կյանքով։ Նա առողջ է, կեսուրախ է, դաստիարակված է, կրթված է։ Եվ բաց ճակատով ձեռքի տված, քայլում է հանրապետության և եվրոպական մյուս բուհերի հետ բաց ճակատով։ Իր բազմավաստակ կյանքի, երկարատև դասախոսական ու վարչական աշխատանքի ընթացքում Հրանտ Հակոբյանը մշակեց մարդասիրության, ազնվության և մասնագիտական պատվախնդրության վրա հիմնված աշխատանքային սկզբունքներ, որոնք այսօր էլ ընկած են Գավառի պետական համալսարանի գործունեության հիմքում։ Հոբելյանական նիստի ավարտին նրա գլխավոր պատգամը ևս մեկ անգամ ունկնդրեցին գիտխորհրդի անդամներն ու բոլոր ներկաները։ Ձեզ ցանկանում եմ մարդ դառնաք։ Կյանքում որտեղ կաշխատեք, ես ավարտում եք արդեն մի տարի հետո կավարտեք գնաք վերջում գիտեք, ինչ էլ կլեք մնացեք մարդ։ Մարդ, այդ բառի իսկական իմաստով, այդ բառը հաստատուն մեծությամբ, այդ բառը մարդ մեծատարով հասկացություն ասեց Դանթեն, հետո գորգին կրկնեց, սովետական կարգերի օրը դրում էին գորգու վրա դե գորգին ասել։ Այնինչ Դանթեն, Շեքսպիրից դեռ առաջ ասել է մարդը մեծատարով։ Իսկ Շեքսպիրը ցույց տվեց, որ աշխարհում թագավոր կարող է դառնալ, բայց մարդ դառնալը բավական դժվար է։ Ես ցանկանում եմ մարդ դառնալ։ Սա է կարևորը։ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված հաջորդ միջոցառումը կազմակերպել էր Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը։ 1993 թվական փետրվար ահոտ առաքելություն խնդիրներ անհրաժեշտություն անորոշություն և անհասկանալի իրադրություն մարտահրավերներ մտավախություն երկարատև գործընթաց թերավատություն Ներկայացնելով Գավառի պետական համալսարանի ստեղծման պատմությունը, ուսանողները յուրովի արժևորեցին Մայր բուհի անցած 20-ամյա ուղին և նրա հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի մարդկային նկարագիրն ու առաջնորդի կերպարը։ Բու, որ մարդեր սա հարեկան է, շակավի երիտասարդ, սակայն հաղթանակած բու։ Նա է առաջնորդ ով առաջինն է հարված մուշկու վերցնում իր վրա։ Նա է առաջնորդ ում շնչից հագարակորդը կտողա։ Դու ես առաջնորդ թե քեզ հարգում են, դու ես առաջնորդ թե վստահում են, նա է առաջնորդ ում փառաբանում ու չեն անձում, նա է առաջնորդ ում թաղմանը, որ ոչ պարտավորված հանրությունը կա, նա է առաջնորդ ում հետևորդը, որ չմոռանա, որ հանրությունը թե լավ պահերին, թե նեղ օրերին նրա նմանի կարիքը միշտ կա, նա է առաջնորդ, Հրանտ Խաչատուրի Հակոբյանն էր առաջնորդ։ Հավատալ, որ անհնարինը կարող է դարձնել հնարավոր, երազանքը իրականություն, պետք էր հավատալ և զորավիկ լինել նրա գործին, երկու մարդկանց, հով երտստներ համատեղ ջանքեր, ձգտումներ, որոնք կյանք ստացան և մարմնավորեցին մեկը զոր կառույցի մեջ, իրական էին, բազմաթիվ խնդիրներ մեր ջանքերում մղում և գերազանցելի սեր հայրենիքի, հայրենի ժողովրդի և երիտասարդության նկատմամբ
եւ իհարկե Գավառ քաղաքի համար։ Ապրել ու արարել հայրենի երկրի եւ մայր ժողովրդի համար։ Ահա Հրանտ Հակոբյանի դավանանքը։ Պարոն Հակոբյանի հիմնած բարձրագույն ուսումնական հաստատության շնորհիվ Գավառը ձեռք բերեց նոր որակ, դարձավ համալսարանական քաղաք։ Հոբելյանական ցերեկույթի մասնակիցներին իրենց պարային կատարումներով ողջունեցին Գավառի արվեստի դպրոցի սաները։ Համալսարանի հիմնադրման 20-ամյա տարեդարձը առանձնահատուկ խորհուրդ ունի այն դասախոսների համար, ովքեր կրթօջախի հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատել են 9 բաստ համալսարանի կայացման։ Այս համալսարանի հիմնումը մեծագույն հայրենասիրության, մեծագույն նվիրումի հետևանք էր։ Անհասնական սիրո իր ժողովրդի նկատմամբ, որ դրսևորեցին Հրանտ Հակոբյանը եւ Հրանտ Հակոբյանը։ Այդպիսի սիրո դրսևորումը անշուշտ ունենում է այսպիսի ծնունդ եւ դարեզ դար հիշվում է, թե ովքեր են համալսարան հիմնել, լույսի օջախ վառել, սրբազան օջախ վառել հայ ժողովրդի համար։ Ուզում եմ շնորհավորել բոլորից մեր համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, ցանկանալ բոլորիս հաջողություն, ցանկանալ մեր ուսանողների բարձր առաջադիմության ուսուցում։ Համալսարանի Հոբելյանը յուրահատուկ կերպով գնահատեց տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը։ Գավառ քաղաքը ունեցել է 17 արդյունաբերական ձեռնարկություններ 200 միլիոն ռուբլու դոլար աշխարհում։ Համախառն արտադրանք, դա գիգանտ թիվ է, մեր բյուջեն 1 միլիոն այդպես աշխարհում։ Եվ ուզում եմ ասել, որ այդքան մեծ կորստից հետո դժվար թե լիներ մի չափերի ցուցանիշ համալսարանից մեծ, որը եւ ավելի կարեւոր էր այս լեռնային երկրում, որտեղ մեր տնտեսությունը ռեսուրս չուներ, ռեզերվները քիչ են, դրանք գյուղատնտեսական են, ուրեմն գիտական մտքի առումով սա գերագույն գործ է։ 20 տարի առաջ Գավառում բացվեց բարձրագույն կրթության օջախ, որի առաքելությունն է կրթել ու դաստիարակել ուսյալ, բանիմաց երիտասարդներ, ովքեր սիրում են իրենց երկիրը եւ պատրաստ են ապրել ու արարել հանուն հայրենիքի բարօրության։ Ուստի պատահական չէ, որ բուհի հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում հանձնվեցին «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչված եւ Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցներում սովորող աշակերտների հավաստագրերն ու պատվոգրերը։ Խորհրդանշական նվերներն ու հաղթանակի վավերագրերը աշակերտներին հանձնեց Գավառի պետական համալսարանի հանրության հետ կապերի եւ լրատվության բաժնի վարիչ Պապին Մուրադյանը։ Ես սիրով եմ գալիս Գավառի պետական համալսարան, ես սիրով եմ լսարան մտնում, ես սիրով եմ շփվում ու հաղորդակցվում այս սրբազան պատերին այստեղ աշխատող յուրաքանչյուր անձի հետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանին, մեծանուն հայորդուն, ով հայրենի եզերքում այսպիսի լուսեք անթեղ վարեց։ Սփյուռքի նախարարության եւ Ազգանազրկության նախագահի հրամանով համայն աշխարհում հայոց երկրի դեսպան Հրանուշ Հակոբյանին, այն բոլոր երախտավորներին, ովքեր հիմնեցին այս լուսեորանը եւ մեզ ժառանգություն տվեցին եւ այսօր իրենց լուր խոհեմ տքնաջան աշխատանքով մեզ օրինակ են ծառայում։ Երկու տասնամյակների ընթացքում համալսարանի հաջողություններն ու ձեռքբերումները ոգևորող, միաժամանակ պարտավորեցնող են։ Այս կարծիքը հայտնեց Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պայծառ Քոչարյանը։ Մենք շնորհակալ ենք, որ կաք մեր կողքին, շնորհակալ ենք մեր հիմնադիր ռեկտրից, ում մտահղացմամբ է, որ այսօր նախագծվել այս գործը եւ շարունակվում է։ Սա մեծ աշխատանք է։ Շնորհակալ ենք նրանց, ովքեր կրում են այդ արժեքները իրենց մեջ, ովքեր ձևավորել են այն ավանդույթները եւ հիմա էլ շարունակում են դրանք սերմանել մեր մեջ։ Եվ ուզում եմ ասել, որ բուհը հարուսկային ժամանակ երկու շնորհալի խելացի գնահատող եւ լավ ուսանողներ, որոնք պատրաստ են կերտելու եւ շարունակելու այն մեծ գործը, որի հիմքը դրվեց շուրջ 20 տարի առաջ։
Հոբելյանական միջոցառումն ավարտվեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանի շնորհավորանքի խոսքերով։ Այս զգացողությունը կա, որ իսկապես Հրանտ Խաչատուրի Հակոբյանի հոգին Գավառի պետական համալսարանի կամերների ներքո միշտ մեզ հետ է։ Նրա ոգին, նրա սկզբունքները, նրա արժեքները առաջնորդում են մեզ ցանկացած կենսական խնդիր լուծելիս, կյանքի կենսական բոլոր իրավիճակներում։ Մնում է միայն բարի երթ մաղթել եւ հաջողություններ ցանկանալ երիտասարդ, սակայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգում իր հաստատուն տեղն ունեցող Գավառի պետական համալսարանին, որն ունի կայացած ավանդույթներ, ձեռքբերումներով հարուստ պատմություն եւ ապագա զարգացումներ ապահովելու անկոտրում կամք։